Շնորհակալություն, շատ կարևոր նախագիծ եւ կասեի, որ ուշացած դեռևս մի քանի տարի առաջ պետք էր սա բերվել, որովհետեւ շատ կարևոր է։ Հիմա մի հարց, եթե ասում եք, եթե չմուտք չգործի հարթակ, ապա ուղարկվելու է հիբրիդային տարբերակով էլի փոստի միջոցով, սա ինձ հետաքրքիր եւ ասում եք կառավարության որոշմամբ կսահմանվի թե էլեկտրոնային հարթակը որն է լինելու, ինչպես է լինելու, բայց միաժամանակ նաև ասում ենք, որ ազդարար.am-ում այդ ամեն ինչը տեղադրվում է։ Հիմա որն անելու հարթակ, ազդարար.am-ը թե նոր հարթակ պետք է ստեղծվի, այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Տեսեք, ազդարար.am-ը հրապարակային ծանուցման հարթակն է եւ դա ծանուցման գործընթացի վերջին շղթայի գործիքն է։ Երբ անձը չի մտնում այն հարթակը, որը պետք է սկսի գործել հունվարի 1-ից եւ որը լինելու է լրիվ այլ հարթակ, պետական համակարգ, այսպես կարող եմ ասել, բայց անունը դեռևս չեմ կարող նշել, որովհետև աշխատանքները ամփոփման փուլում են այդ հարթակի ձևավորման, եւ ազդարար.am-ը պետք չէ շփոթել այդ հարթակի հետ։ Կրկնում եմ, ազդարար.am-ը գործընթացի վերջին փուլում աշխատող հարթակն է, որը վերջին քայլով միտված է ապահովելուն անձի պատշաճ ծանուցումը։ Ինչ վերաբերում է հիբրիդային ծանուցման հարցին, ապա քայլերի հաջորդականությունը ես նկարագրեցի, առաջնահերթ գործելու է նոր հարթակը, որտեղ կախվելու են ծանուցումները եւ քաղաքացին հնարավորություն է ունենալու մուտք գործել այդ համակարգ եւ բացել ծանուցումը կամ գնալ հղմամբ այլ պետական մարմնի համակարգ, օրինակ ոստիկանության համակարգ եւ տեսնել իրեն վերաբերելի ծանուցումը, կամ այդ ծանուցումը ստանալու է իր էլեկտրոնային հասցեով, եթե չբացի, ներողություն եմ խնդրում, այդ դեպքում նոր ծանուցումը ծրարավորվելու է եւ ուղարկվելու է հաշվառման հասցեով։ Ունեք արձագանք, համեցեք։ Շնորհակալություն, ամեն դեպքում փաստորեն ունենում ենք երկու էլեկտրոնային հարթակ, մեկը սկզբնական ծանուցման եւ սկզբնական ծանուցումը պատշաճ չանցնելու հետևանքով արդեն տեղադրում ենք ազդարար.am-ում երկու էլեկտրոնային հարթակ, ստե կարծում եմ արժի մտածել, արդյոք պետք է թե չէ։ Եվ հասկացա այդքան։ Համեցեք, իհարկե։ Տեսեք, կրկնում եմ, մեկը անհատական ծանուցումների համակարգ է ենթադրում, այսինքն քաղաքացու կաբինետի տեսքով եկեք պատկերացնենք այդ հարթակը, քաղաքացին մուտք է գործում, տեսնում է, որ իր վերաբերյալ կա ծանուցում, իսկ ազդարար.am-ը այլևս հրապարակային ծանուցումների հարթակ է եւ նորից կրկնում եմ, այս գործընթացի շղթայում նկարագրված վերջին քայլն է, որը կարելի է ասել նախատեսել ենք կրկին օրենքի իմաստով պատշաճ լինելը հավաստելու համար ծանուցման։